Ձեր մարմինը դանդաղ հանձնվում է, իսկ սովորական միջանցիկ քամին այսօր դառնում է մահացու վտանգ, որը սպառնում է խլել ձեր վերջին ուժերը։ 60-ից հետո ձեր իմունային բջիջների 30%-ն արդեն մահացած է, և ամեն հաջորդ ձմեռ կարող է վերածվել թոքաբորբի անվերջանալի մղձավանջի։ Դեղատները ձեզ վաճառում են գունավոր պատրանքներ, որոնք քայքայում են լյարդը, մինչդեռ դուք անգիտակցաբար քայլում եք դեպի անդունդը, անտեսելով այն հզոր վահանը, որը մեր նասնիները պաշտում էին որպես սրբություն։ Դուք վճարում եք ձեր կենսաթոշակով մի բանի համար, ինչը միայն քողարկում է ախտանիշները, բայց չի կանգնեցնում քայքայումը։ Բայց ամենակարևորը, այս տեսանյութի ավարտին դուք կստանաք երկաթյա առողջություն ընդամենը 3 շաբաթում, առանց թունավոր հակաբիոտիկների և թանկարժեք հաբերի։ Ես կբացահայտեմ 2 պարզ, բայց մոռացված բաղադրիչների այնպիսի գաղտնի համադրություն, որը ստիպում է անդամ ժամանակակից իմունոլոգներին ապշել արդյունքներից։ Սա պարզապես սնունդ չէ, սա կենսաբանական զենք է ծերության և վիրուսների դեմ, որը թաքնված է հենց ձեր քթի տակ։ Պատրաստվեք, որովհետև այս ճշմարտությունը ցավոտ է, բայց փրկարար։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե քանիսն ենք մենք այս պայքարում։ 68-ամյա Արամը դողացող ձեռքերով փակեց իր դեղարգղիկը։ Նրա հայացքը հառած էր պատուհանից այն կողմ դեպի մշուշապատ հորիզոնը։ Հիշում եք այդ ծանր, ճնշող լռությունը։ Արամի կրծքավանդակում նորից սկսվեց ծանոթ խզոցը, կարծես հին ժանգոտ փուքս լիներ նրա թոքերի փոխարեն։ Դուք էլ եք զգում այդ անօգնականությունը, ամեն շունչը պայքար է, ամեն հազը ահազանգ։ Եթե հիմա ոչինչ չանեք, վահը կարող է ուշ լինել։ Արամի մտքերը թռան հեռու, դեպի մանկության լուսավոր օրերը։ Նա տեսավ իր նանար տատիկին, Արցախի կանաչ լեռներում։ Հիշում եք ձեր տատիկի ձեռքերը։ Նանարի մատները կոշտացած էին, ինչպես դարավոր կաղնու կեղևը, բայց այդ ձեռքերում կյանք կար։ Նա արթնանում էր արշալույսին, երբ ցողը դեռ թարմ էր, ինչու ենք մենք մոռացել այդ ժամերը։ Նա հավաքում էր ուրցը, դաղձը և անթառան ծաղիկները։ Նրա գոգնոցից բուրում էր սարի քամին և վայրի մեղրը։ Դուք զգանում եք այդ բույրը ձեր հիշողության մեջ։ Երեկոյան, երբ բուխարու կրակը ճռճռում էր, հրաշքը սկսվում էր։ Նանարը կռանում էր պղնձե կաթսայի վրա։ Ինչ էր նա շշնջում այդ պահին։ Դրանք հին աղոթքներ էին, որոնք բուժում էին հոգին։ Նա սովորեցնում էր մորս բնության լեզուն։ Ցավը վախենում է մեղվից, ասում էր նա։ Այսօր մենք կորցրել ենք այդ կապը, և դրա համար մենք վճարում ենք մեր կյանքով։ Առանց այդ գիտելիքի դուք մերկ եք ձմռան ցրտի դեմ։ Արամը նայեց իր սեղանին դրված գունավոր դեղահաբերին։ Դրանք փայլում էին, ինչպես թանկարժեք քարեր, բայց արդյոք դրանք փրկում են։ Նա ծախսել է իր թոշակի կես այդ տուփերի վրա։ Դուք էլ եք սարսափով նայում դեղատան կտրոններին։ Այսօր խմում ես հազի դեմ, վաղը ստամոքսի թավի։ Սա փակ շրջան է, որը տանում է դեպի անդունդ։ Դեղագործական հսկաները ձեզանից հաճախորդ են սարքում, ոչ թե առողջ մարդ։ Նրանց պետք չէ ձեր ապաքինումը։ Նրանց պետք է ձեր կախվածությունը։ Մենք ապրում ենք տիեզերական տեխնոլոգիաների դարաշրջանում։ Մարդիկ թռչում են Մարս, բայց մահանում են հասարակ գրիպից։ Ինչու է այդպես։ Որովհետև մենք մերժել ենք հազարամյա իմաստությունը։ Արամի հարևանը երիտասարդ թերապևտը 3 գաղտնիք բացեց։ Գիտեք, թե ինչ են խոսում բժիշկները փակ դռների հետևում։ Նրանք իրենց երեխաներին չեն տալիս այն քիմիան, որը գրում են ձեզ համար։ Նրանք փնտրում են մաքուր պրոպոլիս։ Նրանք գիտեն, որ սինթետիկան սպանում է իմունիտետը, իսկ դուք շարունակում եք թունավորել ձեզ։ Արամը հիշեց, թե ինչպես էր տատիկը 1 գդալով ոտքի հանում հիվանդին։ Դա մոգություն չէր, դա գիտություն էր։ Այսօր լաբորատորիաները ապշած են։ Մանրադիտակները ցույց են տալիս այն, ինչ նանարը գիտեր սրտով։ Մեղվի ստեղծած նյութը ավելի ուժեղ է, քան նորագույն հակաբիոտիկը։ Դա բնության վրեժն է և մեր փրկությունը։ Արամը զգում է, որ ճշմարտությունը մոտ է։ Նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել։ Հույսը վերադառնում է նրա հոգնած աչքերին։ Պատկերացրեք, որ դուք կարող եք նետել այդ դեղերը։ Պատկերացրեք, որ ձեր թոքերը բացվում են, ինչպես արագաստներ։ Դա հնարավոր է հենց հիմա։ Գաղտնիքը, որը թաքցրել են ձեզանից, պարզ է և հզոր։ Այն գտնվում է բնության սրտում։ Արամը պատրաստ է անել առաջին քայլը դեպի անցյալի իմաստությունը։ Իսկ դուք պատրաստ եք լսել այն բաղադրատոմսը, որը փրկել է սերունդներ։ Հաջորդ րոպեներին ձեր կյանքը կփոխվի։ Ուշադիր լսեք, որովհետև սա պարզապես խորհուրդ չէ, սա վերածնունդ է։ Արամը ճմրթեց դեղատան կտրոնը իր բռունցքում, այն այրում էր մաշկը, ինչպես շիկացած երկաթը։ 20,000 դրամ, 1 շաբաթվա անիմաստ հույսի համար։ Դուք հաշվել եք, թե որքան եք ծախսել անցյալ ձմռանը։ Այս թուղթը վճիռ է ձեր դրամապանակի և առողջության համար։
Դեղագործական ընկերությունները սարսափում են այն պահից, երբ դուք կիմանաք ճշմարտությունը։ Նրանք կորցնում են միլիարդավոր դոլարներ, երբ դուք ընտրում եք բնությունը։ Ինչու պիտի նրանք բուժեն ձեզ, եթե ձեր հիվանդությունը նրանց եկամուտն է։ Եթե դուք շարունակեք հավատալ գովազդին, ձեր լյարդը պարզապես կհրաժարվի աշխատել։ Պատկերացրեք ձեր մարմինը որպես հին, քարե տուն։ Տարիների ընթացքում պատերի մեջ ճեղքեր են առաջացել։ Քամին, վիրուսը սուլում է այդ ճեղքերից ներս։ Ինչ են անում ժամանակակից քիմիական դեղերը։ Դրանք պարզապես տաքացնում են օդը սենյակի ներսում։ Դուք զգովում եք ժամանակավոր թեթևություն, բայց ճեղքերը մնում են բաց, եւ հաջորդ քամին ավելի ուժեղ է լինելու։ Առանց հիմնավոր նորոգման տունը մի օր կփլվի ձեր գլխին։ Պրոպոնիսը, ակնամոմը, գործում է բոլորովին այլ կերպ։ Այն բնական ցեմենտ է, որը փակում է հենց այդ ճեղքերը։ Այն չի թաքցնում ցրտի զգացողությունը, այլ վերացնում է դրա պատճառը։ Դուք ուզում եք տաքանալ, թե պաշտպանված լինել։ Արամի հիշողության մեջ պայծառացավ Մուկուչ պապի կերպարը։ Նա ապրում էր Հադրութի բարձրլեռնային գյուղերից մեկում։ Մուկուչը 90 տարեկան էր, բայց քայլում էր երիտասարդի պես։ Նա երբեք չէր լսել իմունոմոդուլյատոր բառը։ Նրա դեղատունը փեթակն էր տան հետևի այգում։ Դուք հիշում եք այդ մուգ խեժահոտ զանգվածի համը։ Ամեն առավոտ Մուկուչը ծամում էր մի փոքրիկ կտոր սև մոմ։ Նա ասում էր. «Սա սարի ուժն է, տղաս»։ Նրանք ապրում էին ցրտի, քամու եւ պատերազմի մեջ, բայց նրանց մարմինը ամուր էր, ինչպես Արցախի ժայռերը։ Եթե մենք մոռանանք նրանց գաղտնիքը, մենք կդառնանք թույլ եւ խոցելի։ Իսկ հիմա լսեք այն, ինչը փորձում են թաքցնել։ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում գիտնականները կատարել են գաղտնի փորձ։ Նրանք վերցրել են ամենադիմացկուն բակտերիաները, այնպիսիները, որոնց վրա չեն ազդում ամենաթանկ Գիտես թե ինչ պատահեց, երբ դրանց վրա կաթեցրին պրոպոլիսի լուծույթ։ Բակտերիաները ոչնչացան րոպեների ընթացքում։ Սա շոկ էր գիտական աշխարհի համար։ Մի պարզ էժան նյութը հաղթեց միլիոնանոց լաբորատորիաներին։ Բայց այս հետազոտությունները հազվադեպ են հայտնվում հեռուստատեսությամբ։ Ինչու պիտի նրանք գովազդեն մի բան, որը դուք կարող եք գնել հարևան մեղվապահից։ Արամի ծանոց բժիշկը Ալեհեր Սուրենը վերջերս խոստովանեց մի սարսափելի բան։ Նա ասաց. «Արամ, ես պարտավոր եմ դեղեր գրել ըստ արձանագրության, բայց երբ նրա թորնիկը հիվանդանում է, նա դեն է նետում դեղատոմսերը, նա հանում է պահարանից մեղրի եւ ակնամոմի թուրմը։ Դուք վստահով եք մի համակարգի, որը չի հավատում ինքն իրեն»։ Սուրենը ռիսկի է դիմում պատմելով սա։ Եթե նրա ղեկավարները իմանան, նա կարող է կորցնել աշխատանքը, բայց նրա խիղճը թույլ չի տալիս լռել։ Առանց այս ճշմարտության դուք դատապարտված եք հավերժական հիվանդության։ Մտածեք այն հսկայական գումարների մասին, որոնք հոսում են դեպի արտասահմանյան կորպորացիաներ։ Ամեն մի հաբի մեջ ձեր քրտինքով վաստակած գումարն է, իսկ մեղրը եւ պրոպոլիսը մեր հողի բարիքն են։ Դրանք ստեղծված են հենց ձեր գենետիկայի համար։ Երբ դուք ընդունում եք օտար քիմիան, ձեր մարմինը պայքարում է դրա դեմ։ Երբ ընդունում եք մեղվի պարգևը, մարմինը ճանաչում է այն որպես հարազատ։ Սա պարզապես բուժում չէ, սա վերադարձ է ակունքներին։ Արամը զգում է, թե ինչպես է զայրույթը փոխվում վճռականության։ Նա պատրաստ է պատռել ստիվարագույրը։ Դուք պատրաստ եք իմանալ, թե ինչպես պատրաստել այդ հրաշքը։ Հաջորդ րոպեներին մենք կբացենք փեթակի դուռը։ Արամը դողացող մատներով բացեց Nature ամսագրի հին համարը։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր մի սարսափելի ճշմարտություն. 65-ից հետո ձեր իմունային բջիջները կուրանում են։ Դուք պատկերացնում եք մի բանակ, որը չի տեսնում թշնամուն։ Վիրուսները մտնում են ձեր մարմին, ինչպես գողերը բաց դռնով։ Եթե հիմա չարթնացնեք այդ բջիջներին, թոքաբորբը կդառնա ձեր դատավճիռը։ Ամեն տարի հազարավոր թոշակառուներ մահանում են հենց այս կուրության պատճառով։ Պատկերացրեք ձեր իմունային համակարգը որպես հոգնած պահակ։ Նա քնած է դարպասի մոտ, իսկ թշնամիները անցնում են կողքով։ Ինչ է անում մեղրը։ Այն շչակ է, որը արթնացնում է պահակին։ Իսկ պրոպոլիսը նրա ձեռքին տալիս է հզոր լապտեր։ Հանկարծ պահակը տեսնում է ամեն ինչ եւ սկսում է գործել։ Առանց այս լապտերի ձեր մարմինը անպաշտպան է խավարի դեմ։ Ձեր թոքերը կդառնան առաջին զոհը, հետո սիրտը։ Ժամանակը սպառվում է, ինչպես ավազը ժամացույցի մեջ։ Երևանի առաջատար կլինիկաներից մեկում բժիշկ Կարենը գաղտնի փորձ կատարեց։ Նա վերցրեց քրոնիկ բրոնխիտով հիվանդների մի խումբ։ Նրանց կեսին տվեց թանկարժեք հաբեր, մյուս կեսին մեղրի եւ պրոպոլիսի խառնուրդ։ Գիտես թե ինչ եղավ 3 շաբաթ անց։ Մեղրային խմբի հիվանդների 90%-ը լիովին ապաքինվեց, իսկ դեղահաբային խմբում միայն 40%-ը զգաց թեթևացում։ Կարենը ապշած էր։ Նա վախենում էր պատմել գործընկերներին, որ իրենց ոսկե ստանդարտները սխալ են, բայց փաստերը համառ են, ինչպես Արարատ լեռը։
Հարվարդի գիտնականները վերջերս հաստատեցին այն, ինչ գիտեին մեր տատիկները։ Մեղրը պարունակում է մի նյութ, որը քայքայում է բակտերիաների պաշտպանիչ թաղանթը։ Դա նման է զրահաբաճկոնը հանելուն պատերազմի դաշտում։ Առանց այդ թաղանթի բակտերիաները մահանում են վայրկյանների ընթացքում, իսկ սինթետիկ դեղերը հաճախ չեն կարողանում թափանցել այդ զրահի միջով։ Դուք խմում եք դեղը, բայց բակտերիաները ծիծաղում են ձեր վրա։ Ձեր ստամոքսը տառապում է, իսկ հիվանդությունը ծաղկում է։ Արամը հիշեց իր հորեղբայր Սեդրակին, ով մահացավ հիվանդանոցում։ Նրան բուժում էին ամենանոր դեղերով, բայց օրգանիզմը չդիմացավ։ Դեղերի կողմնակի ազդեցությունները սպանեցին նրա լյարդը։ Դուք ուզում եք կրկնել նրա ճակատագիրը։ Պրոպոլիսը չունի կողմնակի ազդեցություն, այն մաքուր է ինչպես լեռնային աղբյուրը։ Այն չի վնասում լյարդին, այլ վերականգնում է այն։ Սա է տարբերությունը կյանքի և գոյատևման միջև։ Առանց այս գիտելիքի դուք խաղում եք ռուսական ռուլետկա ձեր կյանքի հետ։ Մոսկվայի բժշկական համալսարանի պրոֆեսորները հայտնաբերել են մի ցնցող փաստ։ Պրոպոլիսի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի ռիսկը 30%-ով։ Դուք լսով եք 30%։ Սա ավելին է, քան ցանկացած թանկարժեք կանխարգելիչ միջոց։ Իսկ դուք շարունակում եք անտեսել այս հրաշքը։ Ձեր բջիջները աղաղակում են օգնության համար։ Նրանց պետք է բնական վառելիք, ոչ թե քիմիական թույն։ Եթե դուք չլսեք նրանց ձայնը, լռությունը կլինի հավերժական։ Արամը այլևս չի վախենում։ Նա գիտի, որ իր ձեռքերում է փրկության բանալին։ Նա տեսնում է, թե ինչպես են իր հասակակիցները տառապում անտեղյակությունից։ Դուք պարտավոր եք իմանալ, որ ձեր մարմինը կարող է ինքն իրեն բուժել։ Պարզապես տվեք նրան ճիշտ գործիքներ։ Մեղրը և պրոպոլիսը այդ գործիքներն են։ Մի սպասեք հրաշքի, ստեղծեք այն։ Հաջորդ բաժնում մենք կսովորենք, թե ինչպես պատրաստել կյանքի էլիքսիրը։ Պատրաստ եք գործել։ Արամը ուշադիր զնում էր իր առջև դրված բաժակը։ Ջուրը պետք է լինի ճիշտ ջերմաստիճանի, այլապես ամեն ինչ կկորչի։ Դուք գիտեք, որ եռման ջուրը սպանում է մեղրի կյանքը։ Եթե ջուրը 40 աստիճանից տաք է, ֆերմենտները քայքայվում են վայրկյանների ընթացքում։ Դուք կստանաք պարզապես քաղցր թույն, որը ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձը։ Սխալ ջերմաստիճանը կարող է դառնալ ձեր լյարդի վերջին կաթիլը։ Միլիոնավոր մարդիկ ամեն օր թույլ են տալիս այս ճակատագրական սխալը։ Դուք ուզում եք լինել նրանցից մեկը, թե ապրել։ Սկսենք ամենակարևորից՝ որակյալ հումքից։ Արամը գնացել էր Վայոց ձորի լեռնային գյուղերը, փնտրելու իսկականը։ Մեղրը պետք է լինի թանձ, մուգ և անուշաբույր։ Երբ գդալով վերցնում եք, ան պետք է ծալվի ժապավենի պես։ Կեղծ մեղրը հոսում է ջրի նման և չունի բույր։ Զգուշացեք շուկայի վառ գույնի բանկաներից, դրանք հաճախ լի են շաքարով։ Շաքարային մեղրը արագացնում է ձեր բջիջների ծերացումը։ Իսկական մեղրը մի փոքր այրում է կոկորդը, դա բուժման նշանն է։ Հիմա պրոպոլիսի մասին։ Այն պետք է ունենա մուգ շագանակագույն կամ կանաչավուն երանգ։ Հոտը պետք է հիշեցնի խեժ, բողբոջ և մեղրամոմ։ Եթե հոտը սուր է կամ քիմիական, անմիջապես դեն նետեք։ Դա կարող է այրել ձեր ստամոքսի լորձաթաղանթը։ Դուք պետք է գտնեք վստահելի մեղվապահի, ով կերաշխավորի մաքրությունը։ Առանց մաքուր պրոպոլիսի ձեր պայքարը վիրուսների դեմ դատապարտված է։ Ձեր իմունիտետը կմնա քնած, իսկ հիվանդությունը կհաղթի։ Ահա կյանքի էլիքսիրի ճշգրիտ բաղադրատոմսը։ Վերցրեք 200 մլի գոլ ջուր, մոտ 35-40 աստիճան։ Լուծեք դրա մեջ 1 թեյի գթալ բնական մեղր։ Խառնեք փայտե գթալով, մետաղը կարող է օքսիդացնել խառնուրդը։ Ավելացրեք 15-20 կաթիլ 20%-անոց պրոպոլիսի ոգելուծույց։ Խառնեք ևս մեկ անգամ, մինչև հեղուկը դառնա կաթնագույն։ Խմեք առավոտյան սոված փորին, նախաճաշից 30 րոպե առաջ։ Եթե խախտեք այս կանոնը, ստամոքսահյութը կճնշացնի ակտիվ նյութերը։ Ինչ է կատարվում ձեր մարմնում առաջին րոպեներին։ Մեղրի գլյուկոզան անմիջապես մտնում է արյան մեջ, սնուցելով ուղեղը։ Պրոպոլիսը սկսում է իր մաքրման աշխատանքը կոկորդում և ստամոքսում։ 1 ժամ անց դուք կզգաք էներգիայի հոսք և ջերմություն։ 1 շաբաթ անց ձեր շնչառությունը կդառնա ավելի թեթև, հազը կմեղմանա։ Եթե զգաք թեթև այրոց, մի անհանգստացեք, դա նորմալ է, բայց եթե առաջանա ցան կամ շնչարգելություն, անմիջապես դադարեցրեք։ Ալերգիկ շոկը կարող է մահացու լինել, եղեք զգույշ։ Վիճակագրությունը սարսափելի է։ 65-ից բարձր մարդկանց 40%-ը ունի թաքնված բորբոքումներ։ Այս բորբոքումները դանդաղ սպանում են ձեր սիրտը և անոթները։ Պրոպոլիսը իջեցնում է բորբոքման մակարդակը 50%-ով ընդամենը 1 ամսում։ Սա գիտականորեն ապացուցված փաստ է, որը թաքցնում են դեղագործները։ Նրանց ձեռնտու է վաճառել ձեզ հակաբորբոքային դեղեր ամբողջ կյանքում։ Դուք պատրաստ եք լինել նրանց եկամտի աղբյուրը, թե կնախընտրեք ազատագրվել։
Հիշենք տիկին Գայանեին Երևանից, նա տառապում էր քրոնիկ բրոնքիտով 10 տարի, նա ծախսել էր հազարավոր դոլարներ բժիշկների վրա, նրա թոքերը գրեթե չէին աշխատում, նա շնչում էր դժվարությամբ, երբ նա սկսեց խմել այս էլիքսիրը, բժիշկները ծիծաղում էին նրա վրա, բայց 2 ամիս անց ռենտգենը ցույց տվեց մաքուր թոքեր, բժիշկները չէին հավատում իրենց աչքերին, կարծում էին սարքն է փչացել, Գայանեն այսօր վազում է առավոտյան եւ ժպտում, նա հաղթեց համակարգին, ձեր մարմինը սպասում է այս օգնությանը, ամեն օր, որ դուք հետաձգում եք, մի քայլ է դեպի անդունդ, մի թողեք, որ ձեր օրգանները հանձնվեն առանց պայքարի, այս բաղադրատոմսը ձեր զենքն է, ձեր վահանը, բայց սա դեռ ամենը չէ, կա ևս մեկ գաղտնիք, որը ուժեղացնում է այս ազդեցությունը տասնապատիկ, հաջորդ բաժնում մենք կբացահայտենք եռակի հարված մեթոդը, դուք պատրաստ եք իմանալ ավելին, մնացեք մեզ հետ, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է, քչերը գիտեն այն գաղտնիքը, որը Արամը բացահայտեց միայն 3, բժիշկները երբեք ժամանակ չունեն սա ձեզ բացատրելու ընդունելության ժամանակ, դուք ուղղակի կուլ եք տալիս խառնուրդը, չէ՞։ Դա ամենամեծ սխալն է, որը զրոյացնում է բուժումը, երբ դուք կուլ եք տալիս, ստամոքսաթուն ոչնչացնում է ակտիվ նյութերի կեսը, ձեր լյարդը ծանրաբեռնվում է և սկսում է խեղդվել, առանց այս նրբության դուք պարզապես թանկարժեք սնունդ եք ուտում, Արամը հիմա նստած է ուղիղ մեջքով, ինչպես սովորեցրել էր իմաստուն մեղվապահը, նա խառնուրդը պահում է լեզվի տակ, դուք գիտեք, թե ինչու է դա կենսականորեն անհրաժեշտ, լեզվի տակ գտնվող մանր անոթները ուղիղ կապված են սրտի հետ, բուժիչ նյութերը անմիջապես մտնում են արյան մեջ, շրջանցելով լյարդը, սա կոչվում է ենթալեզվային ներծծում, որը փրկում է կյանքեր, եթե դուք չանեք սա, ձեր անոթները կմնան խցանված, ձեր սիրտը կշարունակի աշխատել մաշվածության եզրին, շոկային վիճակագրությունը ցույց է տալիս, որ սրտի կաթվածների 60%-ը տեղի է ունենում առավոտյան, պատճառը թանձր արյունն է, որը չի կարողանում հոսել, դուք զգով եք առավոտյան այդ ծանրությունը կրծքավանդակում, Պրոպոլիսը լեզվի տակ պահելով դուք բնական ճանապարհով ջրիկացնում եք արյունը, Արամը զգում է, թե ինչպես է ջերմությունը տարածվում իր մարմնով, նրա սառը ձեռքերը վերջապես տաքանում են, սա նշանակում է, որ արյան շրջանառությունը վերականգնվում է, առանց այս ջերմության ձեր վերջույթները դատապարտված են մեռուկացման, հիմա ուշադրություն դարձրեք շնչառությանը, որը Արամը կատարում է, նա ներշնչում է քթով հաշվելով մինչև 4-ը, դուք ճիշտ եք շնչում դեղը ընդունելիս, պահեք շունչը 2 վայրկյան, որպեսզի թթվածինը հասնի բջիջներին, արտաշնչեք բերանով, դանդաղ հաշվելով մինչև 6-ը, այս ռիթմը բացում է թոքերի մանրագույն պարկերը, ալվեոլները, եթե դուք շնչում եք մակերեսային, պրոպոլիսը չի հասնի թոքերի խորքը, ձեր թոքաբորբը կթաքնվի ստորին հատվածներում և կսպասի հարմար պահի, կա ևս մեկ գաղտնիք, երակի հարվածի սիներգիան, Արամը ավելացնում է կես թեյի գթալ թարմ կոճապղպեղի հյութ, ինչու են բժիշկները լռում այս համադրության մասին, Կոճապղպեղը բացում է բջիջների դռները պրոպոլիսի համար, այն գործում է որպես հզոր կատալիզատոր, առանց կոճապղպեղի բուժման արդյունավետությունը դանդաղում է 3 անգամ, ձեր օրգանիզմը կշարունակի պայքարել վերջին ուժերով, մի հապաղեք, ավելացրեք այս բաղադրիչը հենց հիմա, ժամանակային ցիկլերը որոշիչ դեր են խաղում, Արամը ընդունում է էլիքսիրը առավոտյան ժամը 7-ից 9, գիտեք, որ դա ստամոքսի միրիդիանի ակտիվության գագաթնակետն է, եթե դուք խմեք դա կեսօրին, էֆեկտը կլինի նվազագույն, ձեր մարմինը ունի խիստ ժամանակացույց, որը չի կարելի խախտել, երեկոյան ժամը 9-ից հետո իմունիտետը անցնում է վերականգնման ռեժիմի, այդ ժամին Արամը խմում է միայն մաքուր ջուր, խախտելով ռիթմը դուք արագացնում եք ձեր ծերացումը, գաղտնի արխիվներից հայտնի է դարձել, որ քաղցկեղի թաքնված բջիջները ակտիվանում են թթվային միջավայում, մեղրի և պրոպոլիսի այս մեթոդը ալկալիացնում է արյունը, դուք փոխում եք ձեր մարմինը քիմիան, դարձնելով այն անհասանելի հիվանդությունների համար, Արամը հիշում է իր հուսահատությունը 1 ամիս առաջ, նա չէր կարողանում բարձրանալ երկրորդ հարկ, Հիմա նա քայլում է արագ, առանց հեվոցի, նրա հոդերը դադարել են ցավել, ձեր մարմինը նույնպես կարող է վերածնվել, լուսնի փուլերը նույնպես կարևոր են, ինչը հաճախ անտեսվում է, Արամը սկսեց իր կուրսը նորալուսնի ժամանակ, ինչու է դա այդքան կարևոր, նորալուսնին օրգանիզմը պատրաստ է կլանել նոր նյութեր, լիալուսնին արդյունավետությունը նվազում է, քանի որ մարմինը լարված է, եթե սկսեք սխալ օրը, դուք կկորցնեք արժեքավոր ժամանակ, ձեր հիվանդությունը չի սպասի լուսնի փոփոխությանը, գործեք խելացի, գործեք բնության հետ համահունչ, Արամի հարևանը հին բժիշկը շշուկով ասաց նրան ևս մեկ բան, երբեք մի օգտագործիր մետաղական գթալ, ասաց նա, մետաղը փոխում է մեղրի իոնային կառուցվածքը, դուք սպանում եք կենդանի էներգիան դեռ բերանը չհասցրած, օգտագործեք միայն փայտե կամ կերամիկական գթալ, այս փոքրիկ մանրուքը կարող է արժենալ ձեր առողջությունը,
Արամը հիմա նայում է աշխարհին պայծառ աչքերով։ Նա հաղթեց իր տկարությանը։ Դուք էլ եք ուզում զգալ այդ հաղթանակի համը, բայց զգուշացեք, կա մի սահման, որը չի կարելի անցնել։ Ոչ բոլորին է կարելի անմիջապես սկսել մեծ չափաբաժիններով։ Կան նախազգուշացումներ, որոնք կարող են փրկել ձեզ ալերգիկ ցնցումից։ Հաջորդ բաժնում մենք կխոսենք այն մասին, ինչի մասին լռում են անգամ մեղվապահները։ Մի անջատեք, որովհետև ձեր անվտանգությունը վտանգված է։ Արամը սառը քրտինքով արթնացավ գիշերը։ Նա երազում տեսավ իր հարևան Վազգենին, ով անզգուշաբար խմեց պրոպոլիսը և շնչահեղձ եղավ։ Դուք գիտեք, որ բնության ամենահզոր դեղը կարող է դառնալ թույն սխալ օգտագործման դեպքում։ Ալերգիան կատակ չէ, այն կարող է սպանել րոպեների ընթացքում։ Եթե դուք երբևէ ունեցել եք ցան մեղվի խայթոցից, կանգ առեք։ Այս մեթոդը ձեզ համար արգելված է։ Ձեր կոկորդը կուռչի և շնչելը կդառնա անհնար։ Միլիոնավոր մարդիկ անտեսում են այս վտանգը և վճարում կյանքով։ Ուշադրություն դարձրեք ձեր դեղարկղիկին։ Արամը գիտի, որ պրոպոլիսը խիստ հակասում է արյունը ջրիկացնող դեղերին։ Եթե դուք խմում եք վարֆարին կամ ասպիրին, եղեք չափազանց զգույշ։ Պրոպոլիսը ուժեղացնում է դրանց ազդեցությունը տասնապատիկ։ Արդյունքը կարող է լինել ներքին արյունահոսություն, որը դուք չեք էլ նկատի։ Ձեր ստամոքսը կլցվի արյամբ, մինչ դուք քնած եք։ Միշտ, լսում եք, միշտ հարցրեք ձեր բժշկին։ Առանց նրա թույլտվության դուք քայլում եք ականապատ դաշտով։ Վիճակագրությունը դաժան է։ 65-ից բարձր տարիքում սխալ ինքնաբուժումը մահացության երրորդ պատճառն է։ Ամեն օր, որ դուք անտեսում եք կանոնները, խլում է ձեզանից 1 ամիս կյանք։ Արամը տեսել է, թե ինչպես են մարդիկ փորձում արագացնել բուժումը։ Նրանք խմում են երակի չափաբաժին, հույս ունենալով առողջանալ 1 օրում։ Սա ճակատագրական սխալ է։ Ձեր լյարդը չի կարող մարսել այդքան կենսաակտիվ նյութեր։ Այն կխափանվի, և դուք կհայտնվեք վերակենդանացման բաժանմունքում։ Համբերությունը ձեր միակ դաշնակիցն է։ Դիաբետը ևս մեկ թագարդ է, որի մասին Արամը իմացավ ցավալի փորձով։ Նրա ընկեր Սեդրակը, ով ուներ բարձր շաքար, սկսեց ուտել մեղրը գդալներով։ Բնական է, չի վնասի, ասում էր նա։ 2 շաբաթ անց նա կոմայի մեջ ընկավ։ Մեղրը պարունակում է արագածխաջրեր, որոնք անմիջապես բարձրացնում են գլյուկոզան։ Եթե ունեք դիաբետ, օգտագործեք միայն մաքուր պրոպոլիս։ Մի խաղացեք կրակի հետ, ձեր ենթաստամոքսային գեղձը չի ների։ Առանց խիստ վերահսկողության մեղրը դառնում է քաղցր մահ։ Արամը սկսեց վարել առողջության օրագիր։ Նա գրում է ամեն առավոտ ճնշումը, զարկերակը և ինքնազգացողությունը։ Դուք անում եք նույնը, եթե ոչ, դուք կույր եք ձեր սեփական մարմնի հանդեպ։ Գրեք ցանկացած փոփոխություն, գլխացավ, սրտխառնոց կամ անսովոր հոգնածություն։ Եթե նկատեք մաշկի կարմրություն կամ քոր, անմիջապես դադարեցրեք, սա ձեր մարմնի ահազանգն է։ Մի անտեսեք այն, հաջորդ անգամ կարող է ուշ լինել։ Ձեր կյանքը կախված է այս փոքրիկ գրառումներից։ Աստիճանականությունը, ահա հաջողության բանալին։ Արամը սկսեց ընդամենը 3 կաթիլից։ Նա սպասեց 2 օր, տեսնելու ռեակցիան։ Միայն համոզվելուց հետո նա ավելացրեց չափաբաժինը։ Դուք շտապում եք ապրել, մի շտապեք մեռնել։ Մարմինը պետք է սովորի նոր նյութին։ Եթե դուք հարձակվեք նրա վրա մեծ դոզայով, այն կպաշտպանվի։ Դա կլինի ալերգիկ փոթորիկ, որը կքանդի ձեր առողջությունը։ Խելամիտ մոտեցումը փրկում է, շտապողականությունը սպանում։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ խառնել են պրոպոլիսը հակաբիոտիկների հետ, առանց բժշկի իմացության։ Արդյունքը եղել է աղետալի, լյարդի սուր անբավարարություն։ Պրոպոլիսը փոխում է դեղերի նյութափոխանակությունը, այն կարող է դարձնել դեղը թունավոր։ Արամը միշտ ասում է իր բժշկին ամեն ինչ։ Բժիշկ, ես խմում եմ պրոպոլիս, սա պետք է լինի ձեր առաջին նախադասությունը։ Առանց այս խոստովանության, բժիշկը չի կարող ձեզ ճիշտ բուժել։ Դուք խաբում եք ինքներդ ձեզ։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է, բայց մի եղեք ինքնավստահ։ Արամը հիմա գիտի, որ բնությունը բարի է միայն նրանց հանդեպ, ովքեր հարգում են նրա օրենքները։ Մի վախեցեք, բայց եղեք զգոն։ Այս մեթոդը հրաշք է, եթե այն օգտագործվում է խելքով։ Եթե անտեսեք կանոնները, այն կդառնա պատիժ։ Հաջորդ բաժնում մենք կսովորենք, թե ինչպես դարձնել այս բուժումը կենսակերպ։ Դուք պատրաստ եք փոխել ձեր կյանքը ընդմիշտ։ Մնացեք մեզ հետ։
Որովհետև ճանապարհը դեռ չի ավարտվել։ Արամը կանգնած է խոհանոցում նայելով իր հին սառնարանին։ Նա հասկացավ, որ Պրոպոլիսը հրաշք է, բայց դա միայն սկիզբն է։ Ինչ օգուտ ոսկեբանալուց, եթե դուռը ժանգոտացած է և փտած։ Դուք շարունակում եք լցնել ձեր մարմինը մեռած սնունդով։ Եթե այո, ապա դուք պարզապես թանկարժեք վառելիք եք լցնում ծակ բաքի մեջ։ Ձեր սխալ սննդակարգը չեզոքացնում է բուժումը յուրաքանչյուր պատառի հետ։ Առանց հիմքը փոխելու ձեր տունը կփլուզվի, անկախ դեղամիջոցի գնից։ Վիճակագրությունը սարսափեցնող է, 65-ից բարձր մարդկանց 70%-ը մահանում է ոչ թե վիրուսից, այլ սննդային բորբոքումից։ Ամեն անգամ, երբ ուտում եք շաքար կամ սպիտակ հաց, դուք կերակրում եք քաղցկեղի բջիջներին։ Դուք ուզում եք լինել ձեր սեփական մարդասպանը։ Արամը դեն նետեց շաքարավազը և գնեց իսկական գյուղական մածուն։ Դուք հիշող եք այդ թթվաշ թանձր համը մանկությունից։ Մածունը պարունակում է բակտերիաներ, որոնք սովորեցնում են ձեր իմունիտետին պայքարել։ Առանց աղիքային առողջ միջավայրի պրոպոլիսը չի կարող ներծծվել։ Ահա Արամի գաղտնի բաղադրատոմսը, որը նա սովորեց Գառնիի մի ալեհեր տատիկից։ Վերցրեք մեկ բաժակ մածուն և կտրատեք մեջը մեկ բուր թարմ կոտեմ։ Գիտեք, որ կոտեմը մաքրում է արյունը տոքսիններից։ Ավելացրեք մեկ պճեղ ճզմած սխտոր և մի քիչ կարմիր պղպեղ։ Սխտորը պրոպոլիսի հարազատ եղբայրն է, նրանք միասին անպարտելի են։ Խառնեք և կերեք ընթրիքի փոխարեն։ 3 օր անց դուք կզգաք, թե ինչպես է թեթևանում ձեր շնչառությունը, ձեր մաշկը կսկսի փայլել, իսկ աչքերը պայծառանալ։ Հիմա խոսենք շարժման մասին, որը շատերը անտեսում են։ Արամը նախկինում ամբողջ օրը նստած էր հեռուստացույցի դիմաց։ Նրա ոտքերը ուռչում էին, իսկ երակները ցավում։ Դուք եք զգում այդ ծանրությունը երեկոյան։ Նստակյաց կյանքը դանդաղ մահ է, որը խցանում է ձեր ավշային համակարգը։ Առանց շարժման ձեր իմունային բջիջները մնում են բանտարկված։ Շոկային փաստ, օրական 6 ժամ նստելը հավասար է 1 տուփ ծխախոտ ծխելուն։ Դուք պատրաստ եք ընդունել այդ ճշմարտությունը։ Արամը հիմա արթնանում է առավոտյան ժամը 6-ին։ Նա չի վազում, նա պարզապես քայլում է արագ տեմպով 30 րոպե։ Ինչու հենց առավոտյան։ Որովհետև այդ ժամին օդը մաքուր է, իսկ արևը արթնացնում է հորմոնները։ Դուք տեսնում եք արևածագը, թե քնացեք։ Քայլելիս նա խորը շնչում է, լցնելով թոքերը թթվածնով։ Սա ստիպում է պրոպոլիսին հասնել մարմնի ամենահեռավոր անկյունները։ Մեկ շաբաթ անց Արամի ճնշումը կարգավորվեց առանց դեղերի։ Նրա սիրտը սկսեց աշխատել ժամացույցի պես։ Բայց կա մի թշնամի, որը ավելի վտանգավոր է, քան վիրուսը։ Դա սթրեսն է, կորտիզոլը։ Արամը միշտ անհանգիստ էր, քաղաքականություն, գներ, հարևաններ։ Դուք եք ուտում ձեզ ներսից անիմաստ հոգսերով։ Սթրեսը անջատում է իմունիտետը, ինչպես լույսի անջատիչը։ Երբ դուք ջղայնարում եք, բուժումը դադարում է ազդել։ Գիտնականները պարզել են, որ քրոնիկ սթրեսը կրճատում է կյանքը 8 տարով։ Դուք ունեք այդքան ավելորդ ժամանակ։ Արամը գտավ լուծումը հին հայկական շարականների մեջ։ Ամեն երեկո քնելուց առաջ նա լսում է կոմիտաս կամ պարզապես լռում է։ Նա սովորեց շնորհակալություն աղոթքը։ Նա շնորհակալություն է հայտնում իր մարմնին, որ այն դեռ ծառայում է իրեն։ Դուք երբևէ շնորհակալություն հայտնել եք ձեր սրտին։ Այս պարզ գործողությունը իջեցնում է կորտիզոլը րոպեների ընթացքում։ Խաղաղությունը դեղամիջոցի կատալիզատորն է։ Առանց հոգու խաղաղության մարմինը չի կարող բուժվել։ Քունը, վերականգնման սուրբ ժամանակը։ Արամը պարկում է քնելու ճիշտ ժամը 10-ին։ Գիտեք, որ ժամը 10-ից մինչև 2-ը արտադրվում է մելատոնինը, երիտասարդության հորմոնը։ Եթե դուք արթուն եք այդ ժամին, դուք գողանում եք ձեր երիտասարդությունը։ Արամը անջատում է հեռախոսը, փակում է վարագույրները։ Նա քնում է մանուկի պես և արթնանում է առույգ։ Նրա հիշողությունը վերականգնվել է։ Նա այլևս չի մոռանում Թորան անունը։ Սա հրաշք չէ, սա ռեժիմ է։ Արամի կյանքը փոխվել է անճանաչելիորեն։ Նա ոչ միայն բուժեց իր բրոնքիտը, այլև դարձավ ուրիշ մարդ։ Նրա որդին, ով հազվադեպ էր այցելում, հիմա գալիս է ամեն կիրակի։ Նրանք միասին խորոված են անում, բայց Արամը ուտում է չափավոր և շատ կանաչիով։ Նա դարձել է ընտանիքի սյունը, ոչ թե բեռը։ Դուք եք ուզում լինել օրինակ ձեր թոռների համար։ Ձեր առողջությունը ձեր ամենամեծ ժառանգությունն է։ Սկսեք փոխել ձեր ափսեն, ձեր քայլվածքը և ձեր մտքերը հենց հիմա։
Այս համալիր մոտեցումը՝ մեղր, պրոպոլիս, մածուն, շարժում եւ խաղաղություն անխորտակելի ամրոց է։ Բայց մեր պատմությունը դեռ չի ավարտվել։ Մնացել է վերջին ամենակարևոր խոսքը, որը կամփոփի ամեն ինչ եւ կտա ձեզ գործողության վերջնական պլան։ Դուք պատրաստ եք լսել եզրափակիչ ակորդը։ Արամը կանգնած է Կասկադի բարձունքում, նայելով վարդագույն Երևանին։ Նրա շնչառությունը հանգիստ է, ինչպես քնած երեխայինը։ Հիշում եք, թե ինչպես էր նա սկսում, դողացող ձեռքերով եւ հուսահատ հայացքով։ Այսօր նա հաղթող է։ Նա հաղթեց ոչ միայն բրոնխիտին, այլև իր վախին։ Դուք եք ուզում զգալ այս անսահման ազատությունը, թե նախընտրում եք մնալ ձեր հին ցավոտ մարմնի բանտում։ Ընտրությունը ձերն է, բայց ժամանակը չի սպասում։ Եթե դուք սկսեք այսօր, մեկ շաբաթից ձեր առավոտյան հազը կդադարի։ Դուք կզգաք, թե ինչպես է մաքուր օդը լցնում ձեր թոքերի ամենախորը անկյունները։ Մեկ ամիս անց դուք կմոռանաք դեղատան ճանապարհը։ Ձեր գրպանում կմնա այն գումարը, որը նախկինում տալիս էիք քիմիայի համար։ Դուք կկարողանաք գնել նվերներ ձեր թոռների համար կամ ճամփորդել, բայց եթե դուք ոչինչ չանեք, ձմեռը կգա դաժան վճռով։ Ձեր թոքաբորբը կդառնա քրոնիկ, իսկ սիրտը կթուրանա։ Վիճակագրությունը չի ստում։ Նրանք, ովքեր անտեսում են կանխարգելումը, ապրում են միջինը 10 տարի պակաս։ Դուք պատրաստ եք զոհաբերել 10 տարի, պարզապես ծուլության պատճառով։ Ամեն ժամը, որ դուք անցկացնում եք առանց գործելու, մի մեղ է ձեր առողջության դագաղին։ Դեղագործները կշարունակեն հարսթանալ ձեր ցավի հաշվին։ Մի թողեք, որ նրանք հաղթեն։ Ձեր մարմինը տաճար է, մի վերածեք այն ավերակի։ Արամի կյանքը հիմա լի է գույներով, որոնք նա վաղուց մոռացել էր։ Նա սկսել է նորից նվագել դուդուկ, որը տարիներ շարունակ փոշոկվում էր պահարանում։ Նրա թոքերը հիմա բավականացնում են ամենաերկար մեղեդիների համար։ Նրա կինը Սեդան նայում է նրան սիրահարված աչքերով, ինչպես երիտասարդության տարիներին։ Նրանք պարում են հարսանիքներում, ոչ թե նստում անկյունում։ Առողջությունը միայն մարմնի մասին չէ, այն սիրո եւ երջանկության մասին է։ Առանց առողջության սերը դառնում է խնամք հիվանդի նկատմամբ։ Մի պահ պատկերացրեք ձեզ 6 ամիս անց։ Դուք արթնանում եք առանց ցավի, առանց հոգնածության։ Դուք նայում եք հայելու մեջ եւ տեսնում եք երիտասարդացած դեմք։ Ձեր մաշկը հարթ է, աչքերը փայլուն։ Սա երազ չէ, սա իրականություն է, որը հասանելի է ձեզ։ Բայց եթե դուք փակեք այս տեսանյութը եւ մոռանաք, 6 ամիս անց դուք կլինեք հիվանդանոցի մահճակալին։ Ձեր երեխաները կտանջվեն ձեզ խնամելով։ Մի դարձեք բեռ, դարձեք օրինակ։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ, ապրելու համար։ Մեղուն այդ փոքրիկ հրաշքը աշխատում է ամբողջ կյանքում, որպիսի մենք առողջ լինենք։ Մենք պարտավոր ենք ընդունել այդ նվերը երախտագիտությամբ։ Մեր նախնիները գիտեին այս գաղտնիքը եւ ապրում էին մինչև խոր ծերություն։ Ժամանակակից գիտությունը միայն հաստատում է նրանց իմաստությունը։ Մենք կանգնած ենք հսկաների ուսերին։ Մի իջեք ցած դեպի տգիտության ճահիճը։ Արամը հիմա գիտի, որ ինքնասիրությունը սկսվում է առողջությունից։ Եթե դուք չեք սիրում ձեր մարմինը, ով կսիրի։ Խնամեք ձեզ, ինչպես կխնամեիք թանկարժեք գոհարը։ Դուք եզակի եք, ձեր կյանքը անկրկնելի։ Մի վատնեք այն հիվանդությունների վրա, որոնք կարելի է կանխել։ Դուք արժանի եք լավագույնին, արևին, օդին, սիրուն։ Հիմա ձեր հերթն է։ Մի թողեք, որ այս կրակը մարի։ Գնացեք խոհանոց, պատրաստեք ձեր առաջին էլիքսիրը։ Զգացեք, թե ինչպես է կյանքը վերադառնում ձեր երակներ։ Գրեք մեկնաբանություններում. Ես սկսում եմ այսօր։ Թող դա լինի ձեր երթումը ինքներդ ձեզ։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ, գուցե դուք փրկեք նրանց կյանքը։ Բաժանորդագրվեք, որովհետև մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացահայտելու։ Դուք մենակ չեք այս ճանապարհին, մենք մի մեծ ընտանիք ենք, որը ընտրել է առողջությունը։ Նայեք դուրս, արևը շողում է ձեզ համար։ Շնչեք խորը, ժպտացեք եւ քայլեք առաջ։ Ձեր նոր կյանքը սկսվում է հենց հիմա, այս վայրկյանին։ Մի հապաղեք, ապրեք, ապրեք լիարժեք, ապրեք առողջ։ Ցտեսություն մինչ նոր պայծառ հանդիպումներ։